Տաղավարում հյուրընկալել ենք քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանին, պարոն Խաչիկյան, շնորհակալություն, որ այստեղ եք, եւ այսօր օրվա առաջին կեսին դուք ձեր հարցազրույցում նշել եք, որ Փաշինյանը փորձում է գտնել հետ ճանապարհ դեպի Մոսկվա, պարզ է, որ արևմտյան հույսերը տապալվեցին, արևմուտքը որևէ ռեալ բան չարեց Հայաստանի համար, փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ մենք մնացինք այս ճգնաժամում։ Փաշինյանը սա գիտակցելով է գնացել Մոսկվա եւ ըստ ձեզ ինչու է գնացել Մոսկվա, այսինքն Փաշինյանը ընդունում է, գիտի, այս ձեր ասածը, ձեր նշածը, ինքն էլ այս կարծիքին է եւ Մոսկվա գնացել է այդ գիտակցումով, թե Կարելի է միայն ենթադրել, իհարկե դժվար է հասկանալ ինչ է կատարվում իր գիտակցության մեջ, կարելի է ենթադրել միայն, որ տեսնելով, թե ինչպես տապալվեցին իր բոլոր հույսերը, այդ աննախադեպ օգնության, 8 րոպեում Ամերիկայի բանակը գալը, Ֆրանսիայի ռադարները, ցեզարները, որոնք պետք է այստեղ բալանս փոխեին, ՆԱՏՕ-ի անդամ դառնալը, դեմոկրատական աշխարհի մաս դառնալը, այդ բոլոր հեքիաթները, որ մեզ հրամցնում էին 7 տարի, դուրս եկան սուտ։ Ինչպես մենք զգուշացնում ենք առնվազն 30 տարի։ Ես Սփյուռքում եւ այստեղ խոսում եմ, դա իմանալով, տեսնելով, գուցե ստիպված գնաց Մոսկվա, դե լավ է որ գնաց։ Ես չեմ ուզում էլ որևէ բացասական բանի մասին ասել, որովհետեւ արդեն տեղել չկա, այնքան քննադատեցին այդ մարդուն, արդեն մեղքս գալիս է ճիշտ ասած։ Ուղղակի եթե գնում ես Մոսկվա, մի քիչ ուրիշ ձևով քեզ պահեր, էլի մի քիչ ավելի արժանապատիվ ուղիղ իր հայացքի մեջ, իր պահվածքի մեջ երևում է, որ նա այնտեղ իր տեղը չի գտնում։ Գոնե ինչ որ վերաբերմունքը փոխեր, չգիտեմ ինչ անպայման է։ Իսկ մեր զորքերի չմասնակցելը մի ազգ, որը 300,000 զոհ է տվել մեծ հայրենականի ժամանակ, մի ազգ, որը փրկվեց նրանով, որ Ստալինգրադում սովետական բանակը, ռուսները եւ ուրիշ մեր եղբայրական ժողովուրդները հաղթեցին։ Դուք գիտեք, որ թուրքերը սպասում են, որ Ստալինգրադը ընկնի, որ անցնեն Արաքսը եւ հայերի վերջնական հայերի հարցը լուծեն։ Եվ այդքան մարշալ ենք տվել, ադմիրալ ենք տվել, այդքան սովետական միության հերոսներ ենք տվել։ Նաև մեր հաղթանակն է։ Դա իհարկե մեր հաղթանակն է։ Իհարկե մեր հաղթանակն է։ Պետք է դա հասկանալ եւ ես իր տեղը լինեի, մի քիչ ուրիշ ձևով ինձ կպահեի եւ իհարկե մեր զինվորները կանցնեին Կարմիր հրապարակով։ Հաղթանակի շքերթեր ի վերջո։ Մեր զինվորներին պետք էր այդ շքերթը։ Այո, հոգեբանական վիճակով չպետք է քայլի։ Գիտեք, ճիշտ եք ասում։ Իհարկե դա կօգներ, որտեղ իսկապես ես համաձայն եմ Տիգրանի հետ, որ մեզ ուզում են սովորացնել, որ մենք կոտրված, ջախջախված ազգ ենք, այդ շատ հիանալի ասացվածք էր։ Մենք որ մեզ լավ պահենք, թուրքերը մեզ ցավ չեն պատճառի, թե մեր վրա չեն հարձակվի, այսինքն արևմտյան հայերը իրենց լավ չէին պահում։ Այն 100,000-ավոր կանայք եւ երեխաները, որոնց խեղդում էին, ժայռերից գցում էին ներքև, շենքերում վառում էին եւ այլն, դրա համար որոնք հենց լավ չէին պահում։ Այսինքն մենք սա լուրջ ընդունել անհնար է, սա ինչ որ Բաքի բեսեդկայի խոսակցություն է, կռիվ է, ինչ որ թաղի կռիվ է, այստեղ անհնար է, սա լուրջ քաղաքական գործիչների ասած չէ։ Նորից եմ ասում, ճիշտ ասեց, որ գնաց, բայց մի քիչ ուրիշ ձևով իրեն պահեր եւ զորքը իր հետ տաներ։ Նա գնաց, փորձում է հետ ճանապարհ գտնել ըստ ձեզ դեպի Կարծում եմ, որ Մոսկվա։ փորձում է։ Ինչպիսին է ըստ ձեզ լինելու Մոսկվայի արձագանքը, ինչ է պետք Մոսկվային, ինչպիսին կարող է լինել Մոսկվայի դիրքորոշումը։ Մոսկվայի դիրքորոշումը նախ նրանք շատ լավ հասկանում են, որ սա ստիպված քայլ էր։ Տեսեք, մի օր ասում են Ռուսաստանի հետ այսպես մի խոսացեք, երկրորդ օրը էլի հարձակում են Ռուսաստանի վրա։ Այն մարդկանց, ովքեր այսպիսի հիմար հայտարարություն են անում, որ Ռուսաստանն է կազմակերպել հայոց ցեղասպանությունը եւ այդ մարդկանց թողնում են, որ նրանք գնան մեր հանրային հեռուստատեսությունով խոսան։ Այսպիսի բաներից հետո Ռուսաստանը ինչպես վերաբերվի։ Տեսնում են, որ շատ ստիպված քայլ է, այս մարդիկ չեն փոխվի, շարունակում են, որքանով ես հասկանում եմ, մեկ անգամ եւս հանդիպել են բրիտանական հետախուզության ներկայացուցիչի հետ։ Այսինքն ինչ խոսա սրա մասին, ինչ կարելի է ասել, եթե դուք երրորդ անգամ հանդիպում եք իրենց թշնամու պետության հետախուզության շեֆի հետ, պրոթուրքական, ամենապրոթուրքական բրիտանացու, ամենահակառուս բրիտանացու հետ դուք հանդիպում եք։ Ռուսները ինչ մտածեն կամ իրանացիները ինչ մտածեն։ Մենք ասում ենք Իրանի հետ ինչու հարաբերություններ չունենք։ Մենք ո՞նց ունենանք հարաբերություններ Իրանի հետ, եթե մեր կառավարությունը վազում է Բրիտանիայի հետախուզության շեֆից հրահանգներ է ստանում։ Ինչի մասին է խոսքը, սա ինչ արտաքին քաղաքականություն է, սա անհնար է հասկանալ։ Պարոն Խաչիկյան, ինչ է մտածում մարդը, որը մեկնելուց մեկ օր առաջ պարլամենտում ասում է, որ դուք բոլորը ռուսի շպիոն եք, ձեզ ոտերից կախել է պետք ԿԳԲ-ի պատվալ գցել, հա, Նիկոլ Փաշինյանն անդիմադիրներին, հա, եւ հետո ինքը գնում է կոպիտ ասած Ռուսաստան ու գլխավոր ՖՍԲ-շնիկի կողքը նստում է, հանդիպում է, փաթաթվում է եւ այլն։ Ուզում եմ հասկանամ, սա հերթական իրան գժի տեղ դնելու տակտիկան է, թե արդեն իրոք
Կարծում եմ, որ իհարկե կան որոշ հոգեբանական այնտեղ երևույթներ, իր վարքից դա երևում է։ Երկրորդը այստեղ հակասություն կա, այստեղ ոնց որ երկու ինքնություն լինի, երկու մարդ իրար հետ խոսեն։ Մեկը գնում է Ռուսաստան, ասում է Ռուսաստանից այսպես մի խոսացեք, Պուտինին շնորհակալություն է հայտնում, որ պատերազմը կանգնեցրեց, մյուս կողմից ամեն օր 9-ից 6-ը հակառուսական քարոզություն է տանում, այդ բախումը կա։ Հետո գիտեք, հնարավոր է, որ նրանք որոշ մարդիկ այդ ղեկավարության մեջ ուղղակի անցնում են այդ post-տրավմատիկ այդ ստրեսով, ու նրանք տեսնում են, որ ամեն ինչ կորցրեցին, տապալեցին, փորձում են արդարանալ։ Դա շատ նորմալ է, հոգեբանությունը հենց այդպես էլ ձեզ կասի, որ այդպես կպահեն իրենց մարդիկ, որ մեծ սխալ են գործում, մեծ տապալում են ունեցում, սկսում են մեղավոր գտնել անընդհատ ռուսները, երկրորդ նախագահան, երրորդ նախագահան, մենք չենք, պատմական Հայաստանն է, բանակն է, դա նորմալ է։ Եվ այդ ստրեսային վիճակում չգիտեն այլևս ինչ ասեն։ Իր պահվածքը 3-3 չառաջորը դա ուղղակի արդեն չի էլ կարելի ձեռ առնել, որովհետև տեսնում ենք, որ մարդը շատ լուրջ խնդիրներ ունի եւ նա երևի հենց այդ ստրեսի մեջ է, որովհետև տեսնում է, որ ամեն ինչ տապալել է։ Միանանք Մոսկվա, Հայկ։ Ողջունում եմ։ Այսպեսի մի հաց, տեսեք, այս քայլը Նիկոլ Փաշինյանի, որ մի կողմից ինքը գնաց Մոսկվա, բայց հայ զինվորականներին չտարավ, ու իշխանական թիմը երևի փորձելու է ներկայացնել որպես այսպես խորամանկ դիվանագիտական քայլ, որպեսզի թե Ռուսաստանին սիրաշահել, թե արևմուտքին ցույց տալ, որ այդ կան էլ Ռուսաստանի հետ չեն, բայց իշքան կարող եմ ասել կարծիք կա նաև թե Հայաստանի փորձագետների, թե ռուս փորձագետների մոտ, որ դա լրիվ հակառակ էֆեկտ է բերել։ Մի կողմից միևնույն է դու գնացիր Մոսկվա եւ դա արևմուտքի դուրը չի գալու, բայց այն որ դու այսպիսի քայլ ես արել, բոլորը Մոսկվայում նկատեցին եւ ինչպես դուք ասում եք, եթե ուզում նույնիսկ ուզում ես սիրաշահել Մոսկվային, միևնույնն է դա գնահատում է, որ Փաշինյանը անվստահելի գործընկեր է, որ նույնիսկ այսպես կես քայլեր է անում, միջև վերջ ուզում է ցույց տալ նույն արևմուտքին, որ Ռուսաստանի հետ նույնիսկ այսպիսի կարևոր հարցում եւ չի կարող լինել, չեն կարող Ռուսաստանում վստահել նույնիսկ այսպիսի հարցում, մանավանդ որ եթե չեմ սխալվում, անցած տարի նույն Հայաստանը Նիկոլ Փաշինյանը ԱՊ առաջնորդների այդ համաժողովին մնացած առաջնորդների հետ համաձայնություն տվել էր հայ զինվորականներին ուղարկելու։ Օրինակ հետաքրքիր ձեր կարծիքը, որ մոտեցումն է ավելի ճիշտ, որ շատ հմուտ դիվանագիտական քայլ էր, որ թույլ տվեց այսպես սիրաշահել թե Ռուսաստանի թե արևմուտքին, թե հակառակը բերելու է խնդիրներ թե Ռուսաստանի հետ, թե արևմուտքի հետ։ Դե դուք շատ ճիշտ եք ասում, սա փաստորեն այդ կիսաքայլերի քաղաքականությունն է եւ երկու կողմից էլ տապալվեցին։ Դուք հիշում եք տարիներ առաջ այս կառավարությունը համաձայնվեց ինչ որ խումբ ուղարկել Սիրիա կարծեմ։ Սիրիայում, հա, պետք է ռուսների հետ համագործակցեն եւ դա շատ կոշտ պատասխան ստացավ Վաշինգտոնի կողմից։ Այսինքն երկու կողմից փորձում են, ուզում են երկու աթոռի վրա նստեն, բայց ելի մեջտեղը ընկնում են։ Իրանց մոտ չի ստացվում։ Այսա կիսաքայլեր են, ինչպես ասեց Հայկը, որոնք հակառակ էֆեկտ են բերում։ Ոչ այնտեղ են մեզ գնահատում եւ հարգում, ոչ էլ արևմուտքում։ Ինչ որ բան պետք է փոխել, եթե դուք նայեք, օրինակ, դե մինչև վերջերս մեր թշնամու արտաքին քաղաքականությանը իրան շատ լավ հաջողվում էր եւ արևմուտքի սիրաշահել արևմուտքը եւ Ռուսաստանը, բայց վերջերս դա էլ չկարողացավ, տեսակ որ սրվեցին հարաբերությունը։ Այո, դա բերում է ճիշտ հակառակ արդյունքի, այսպես չի արվում դիվանագիտությունը։ Դիվանագիտության մեջ չի կարելի մի օր վիրավորել, հարձակվել, փողոցային բառեր ասել, հետո իրիկունը փոխել ձեր դիրքորոշումը, Պուտինին շնորհակալություն հայտնել, որ նա պատերազմ է կանգնեցրել, հետո ասել դուք եք սպառնալիքը մեր անվտանգության, դուք եք ցեղասպանությունը կազմակերպել, դուք եք 2016 թվականի պատերազմը սադրել, հետո էլի գնալ Մոսկվա։ Սենց չի արվում, սա դիվանագիտություն չի։ Եթե այդ մարդիկ չեն ուզում այս քաղաքական ուժերից որի մեկին բերել, թող արտասահմանից ինչ որ կոնսուլտանտ բերեն, ոչ արևմուտքից, ոչ Ռուսաստանից, ինչ որ նեյտրալ երկրից մարդ բերեն, որ իրենց բացատրի դիվանագիտությունը ինչ է, սա դիվանագիտություն չի։ Մի դրվագ առաջարկում եմ դիտենք միասին, այնուհետև խնդրելու եմ ձեր մեկնաբանությունը այսօր օրվա առաջին կեսին շքերթի սկզբում Վեստի եթերում է եղել։ Особая дата. Сейчас мы видим главу Азербайджана, премьера Армении, прошу прощения, он также проходит по красной ковровой дорожке вслед за президентом Бразилии. Ждем гостей, но вот как и мы и говорили. Պարոն Խաչիկյան, ձեր մեկնաբանությունը։ Վիրավորական է, ինչ կարելի ասել, իհարկե վիրավորական է։
գուցե ինչ որ մեկը իր հետ խոսա, բացատրի, ինչ տեսք ունենալ Մոսկվայում, ինչպես իրեն պահել։ Ես այդ մարդուն էլ չեմ ուզում, այնքան եմ ասել, էլ չեմ էլ ուզում մեղ կա այդ մարդը, բայց մեկը իրան բացատրի, էլի ոնց են քայլում կարմիր բանի վրա, խալու վրա, ինչպես ակնվել, ինչպես իրեն պահել։ Եթե արդեն գնում ես, այդ հայացքը, երբ որ պարադը անցնում է իր կողքով, երբ որ մոտենում էր այդ կրակին, հա, վեճնագոյն։ Գլխակը չանես, չէ։ Այո, հայացքը, մենակ հայացքը, ամեն ինչ ասում է։ Մեկը իր այդ խոսար էլի գնալուց առաջ, զարմանում եմ։ Պարոն Խաչիկյան, Եվրոպան պատժել է Փաշինյանին Մոսկվա գնալու համար, որովհետև Կայա Կալասը ասեց, որով գնալու է Մոսկվա Եվրոմիության հետ խնդիրներ է ունենալու, չնայած այն մարդիկ ում ուղղված էր այդ խոսքը, Սլովակիայի վարչապետը եւ Սերբիայի նախագահը իրենք ամեն դեպքում գնացին, հա։ Հիմա Փաշինյանին դա վերաբերվում է Կայա Կալասի ասածները, թե ինքը արդեն այնտեղ կարգավորել է եւ ինչո Ալիևը չգնաց։ Ալիևի վերաբերյալ, որքանով հասկանում եմ, որոշ տարաձայնություններ կան դեռ երկու ղեկավարների միջև այդ ավիա ընկերության այդ պատահարի հետ կապված, բայց կարծում եմ նրանք այդ հարցերը կլուծեն, երկու երկրներ կարևոր են միմյանց համար։ Ինչ վերաբերում է Տիկին Կալասին, թող նա ինքը իրան սպառնա։ Եվրոպան արդեն Հայաստանը պատժեց, Եվրոպան արդեն մեզ խաբեց, ասեց, որ չի թողնի Հայաթափի Ղարաբաղը, դա ասեց Եվրոպարլամենտի արտաքին գործերի կոմիսիայի ղեկավարը, խաբեց մեզ, սադրեց մեզ, ոչ մի ռեալ օգնություն ցույց չտվեց։ Մենք պետք է Եվրոպային հարցեր տանք։ Դուք ասում եք, որ կա մարդու իրավունք, կա միջազգային օրենք։ Ինչ իրավունքի հիմքի վրա դուք թույլ տվեցիք, որ 120,000 մարդ տեղահանվի Ղարաբաղից։ Ինչու չխառնվեցիք։ Թուրքիան ահաբեկիչներ բերեց։ Ինչ արեցիք։ Ոչինչ։ Չնայած զարմանալ պետք չի, որտեղ մեր շատ սիրելի պարոն Մակրոնը, իմ շատ սիրելի երկիր Ֆրանսիայի ղեկավարը, որը խոսում է ազատության, եղբայրության եւ հավասարության, հա, liberté, fraternité, գլուխ կտրող տերորիստին գնում բանանում, գրկում է, հետը ծիծաղում է։ Սիրիայի նախագահը բանա Ալ-Նուսրայի ղեկավարն է, որի գլխին $10 միլիոն են առաջարկում։ Այո, պետքարտուղարությունը, դուք իր այն մինչև իր անտարան գեղեցկության սալոն, դուք տենայեք իր բանը, իր մրուքը, իր մարդու գլուխը կտրել այդ մարդը, ֆոտոները դրած են ինտերնետում, չոքացնում են մարդկանց գլուխ են կտրում, Ֆրանսիայի նախագահը իրան ընդունում է Ելիսան փալասում, ինչի մասին եք դուք խոսում, էս ինչ աշխարհ է, էս ինչ օրենք է, նա ինչ իրավունք ունի մեզ ասել, մենք պարլամենտի գնում ենք, թե չենք գնում, նա ով է, այդ իրանց այդ էքստազը հակառուսական, երկու օր առաջ էլ Վունդերլայնը խոսեց, Ռուսաստանը մեր թշնամին են ու տարիներով։ Այս մարդիկ կարծում են, ինչ է դերասաններ են, նրանք հասկանում են ինչ արեցին։ Ուկրաինային ով պատժեց, Ուկրաինային ով է պատասխան տալու։ Քանի տարի եք դուք խափում եք ժողովրդը, ասում եք ՆԱՏՕ-ի անդամ կդառնաք, ուր է ձեր ՆԱՏՕ-ի անդամ, ոչ մի բան։ Այսքան մարդ սպանեցիք, 1 միլիոնից շատ մարդ սպանվեց։ Ինչու տարակ բախման երկու երկրները։ Նրանք պետք է պատասխան տան մեզ, ոչ թե մենք բացատրենք, թե որ պարադին ենք մասնակցում։ Պարոն Խաչիկյան, իսկ ինչ է Եվրոպան ոնց որ թե կիսված առնվազն ես տենց եմ նայում, այսինքն ԵԽԽՎ-ն ինչ-որ պրոհայկական դիրքորոշում է բռնում, զուտ դեկլարատիվ հաճելի խոսքեր է ասում, բայց Կալասը, Դերլյանը գնում են եւ ասում են Ալիևը մեր լավագույն գործընկերն է, այսինքն ֆրանսիկները մեզ փողի իրանց, հա, այդպես է։ Որտեղ նրանք մեզ ճանաչում են, նրանք գիտեն, որ մենք շատ միամիտ ենք, մեզ հենց այդ ֆրանսիկները, որ մենք տանում ենք, հետո նրանք գիտեն, չէ՞, թե քանի տասնյակ միլիոն դոլար։ Դուք այդ թվերը տեսաք։ Դուք տեսաք այդ թվերը։ 3.3 միլիարդ դոլար է բերվել Հայաստան 91 թվականից հետո, որի մի մասը տրամադրվել է մեր ժողովրդի գլուխ լվանալուն։ 300-ից ավել ժուրնալիստներ, բլոգերներ տրեյնինգներ են անցել, 1186 կարծեմ մարդ։ Ասած բոլոր թվերը իմ մոտ գրած են USAID-ի կայքից։ Նրանք փաստորեն զավթել են մեր երկիրը, որովհետև զավթել են մեր ԶԼՄ-ները եւ մեր հասարակական կարծիքը գրավել են եւ սկսել են մեր ժողովուրդը ղեկավարել դրսից։ Եվ Ամերիկան, եւ Ֆրանսիան, եւ Անգլիան օրենքներ ունեն, որոնք քրեական բան են, հանցագործություն են համարում, էս անելը, դրսից փող ստանալը եւ երկրում քաղաքական գործունեություն։ Իրենց երկրներում չի կարելի, որտեղ նրանք առաջի կարգի երկրներ։ Բայց մեր երկրում կարելի է։ Մենք 4-րդ կարգի տրեյնինգներ ունեն, բացատրում են լրատվամիջոցից ոնց լռել։ Այսինքն եթե իշխանությունը շատ վատ բան են անում, լռելու քաղաքականություն, այսինքն հատուկ տրեյնինգներ են եղել աչք փակելու վրա։ 5 տարի բանտարկություն Ամերիկայում։ Եթե մեր այս գրանտակերներին հիմա հավաքեին տանեն Ամերիկա, նրանք 5 տարի նստելու են բանտում։ Ես Ամերիկայի բանտում տեսել եմ ինչ պայմաններ են, ես խորհուրդ չէի տա։ Պարոն
Պարոն Խաչիկյան, վերջերս ես էի Միացյալ Նահանգներում ու այնտեղ հնարավորություն եմ ունեցել շփվելու մի քանի կոնգրեսականների, սենատորների ու նահանգապետների հետ։ Ու լսելու նրանց ելույթները հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններն են փչացնում, այլև Միացյալ Նահանգներում, եթե կարող եմ այսպես ձևակերպել, միջին օղակի պաշտոնյաներին չի ներկայացվում դեսպանատան միջոցով կամ այլ միջոցներով, որ մեր գլխին հիմա էլ իրական վտանգ է կախված։ Որովհետև երբ ես նրանց պատմում էի, որ Սյունիքին է վտանգ սպառնում, որ դա ռեալ է, որ կարող է նոր ագրեսիա լինել, մարդիկ զարմացած ինձ էին նայում։ Իրենց կամ չեն զեկուցում, կամ նրանք գիտեն, որ դա կարող է, ոնց կարող են նրանք չիմանալ։ Պետդեպը կարծեմ մի տարի առաջ էր Ռենդի բաները անալիզները գրել էին, որ վտանգ կա Սյունիքի վրա հարձակման, դա ամերիկյան աղբյուրներն էին գրել։ Մենք ուղղակի իրենց համար կարևոր չենք։ Այստեղ իրենց համար մեկ երկիրը Իսրայելն է, որին թույլատրվում է ցեղասպանություն կատարել։ 3 օր առաջ ՄԱԿ-ը նոր փաստաթուղթ հրապարակեց, ըստ որի Իսրայելը դիտավորյալ թիրախարում է երեխաներին։ Նրանք դիտավորյալ երեխա են սպանում, որտեղ ասում են, որ երեխաները կմեծանան, տերորիստ են դառնալու, ուրեմն պետք է երեխաներին սպանել։ Դուք նայեք, ուր մենք հասանք։ Միացյալ Նահանգների համար 1 դաշնակիցը այդ ցեղասպան Իսրայելն է, երկուսն էլ Թուրքիան, երրորդն էլ Ադրբեջանը, որտեղ Ադրբեջանը Իսրայելի հետ շատ սերտ հարաբերություն ունի։ Մենք ստեղ թշնամական օղակում ենք գտնվում եւ իրենցից ինչ որ բան սпасելը կարելի գոնե զսպել դա, գոնե ինչ որ բանով կարևոր դառնալ Միացյալ Նահանգների համար, բայց մենք դիվանագիտություն կարող ենք դա անել։ Եթե մենք հնարավորությունը կա իրատեսական։ Եթե դուք դիվանագետ եք, այո, դիվանագիտությունը բա ինչի համար է, եկեք փակենք մեր արտաքին գործերի այսպես ասած նախարարությունը, որտեղ 18 տարեկան մարդիկ են աշխատում։ Դիվանագետը այն մարդն է, որ կարող է անգամ թշնամի երկրում ընկեր գտնել կամ հակասություններ ստեղծել ներսում, օգտվել որոշ ներքին կոնֆլիկտներից, այնպես անել, որ մեղմել հետևանքներ։ Մենք ինչ արեցինք, մի հատ սելֆի ստացանք։ Սելֆիով հետ եկանք։ Մենք դրա մասին ստեղ խոսել ենք, հիշում եք։ Անգամ ոչ ոք չնկատեց։ Մենք իրանց համար կարևոր չենք։ Նրանք չգիտեն մենք որտեղ ենք։ Նրանք ուղղակի այն նահանգներում, որտեղ հայ համայնքներ կան, այդ ձեր ասած բանաձևերը եւ այդ ճառերը ապրիլի 24-ի ասում են, որ մեր մարդիկ ծափտան եւ գնան ճաշից հետո Հայաստան փրկեն իրանց տանը։ Այո։ Ախաչքան մի պահ թողենք, հա, մեր չասեմ։ Մեր ընկերներին, հա, շաքերտավոր։ Հիմա ռուս-ամերիկյան տրեկի վրա որոշակի փոփոխություն է գնում, այսինքն ոգևորվածն ինչ որտեղ գնացել է եւ փոխադարձ ուսեն ասած ինչ որ շպիլկեքով են իրար հետ խոսում։ Մի կողմից հասկանալի է, որ Ռուսաստանը ձեռք չի տալիս ներկայային խաղաղություն կնքելը, քանի որ իրենց փորձագետներն են ասում, որտեղ երբ կնքվեց, այն մյուս կողմից գալու են ՆԱՏՕ-ի զորքերը։ Այդ ներողություն է ես էի ասում, ոչ թե դուք եք ասում, ռուսներն են ասում, հա։ Հիմա ձեր կարծիքով ինչ է գնում, ինչ որ խաղ է գնում, թե Ամերիկան չի կարողանում, թե Ամերիկան չի ուզում, թե Ամերիկան ինչ որ նպատակի արդեն հասել է Ուկրաինայում եւ այլևս դա իրեն հետաքրքիր չի։ Ես գլուխ չեմ գովում, բայց գովում եմ։ Եթե հիշում եք վերջին մենք գլուխ ենք գովում։ Հա, այսօր գլուխ գովանակ իդեպ շնորհավորում եմ ձեզ, որ այդքան բյուրոներ ունեք ամբողջ աշխարհում։ Ես փոքր ավելացեմ, ինչ ենք պարոն Խաչիկյանին, հենց այսօր հրավիրել, բացի այնից որ լավ վերլուծություն է տալիս, նաեւ պարոն Խաչիկյանը ռուսերեն ասեմ, Պոլնը կավալեր Ալֆի, որովհետեւ ինքը եղել է Երևանի տաղավարում, Մոսկվայի տաղավարում եւ Լոս Անջելեսի։ Հիմա Բրազիլիա եմ գնալու, եթե բացեք, մեկ սիրո Բրազիլիայից էլ կխոսեն կամ Փարիզից։ Ինչի մասին ենք խոսում։ Հա, այդ բանը Ռուսաստան։ Նայեք, ես 3 տարի առաջ ասացի, այս կոնֆլիկտը, որը սկսվել է, սա տևելու է երկար ժամանակ, սա շատ դժվար լինելու կանգնեցնել, որովհետև սա կենսական, կենտրոնական բան ունի, նշանակություն ունի ռուսների եւ ուկրաինացիների համար, սա իրանց սրտում է։ Սա Վիետնամ չի, սա Աֆղանիստան չի, Իրաք չի, սա հենց իրանց սրտում է։ Սա շարունակվելու է։ Տրամպը լինելով շոումեն, լինելով մի քիչ պոպուլիստ, որոշ ուրիշ մարդկանց պես, գուցե նաև ԿՊ-ի անդամ, չգիտեմ, նա էդ էլ տապալեց, նա ամեն ինչ տապալեց իր ընկերների պես։ Նա խոստանում էր 24 ժամում, հիշում եք, ասում էր 24 ժամում կանգնեցնի պայքարը։ Այդ մարդու ես իր դեմ ոչինչ չունեմ, բայց դա լուրջ չէր։ Նա կարծում էր, որ կարողանա սպառնալ այդ իր սանկցիաներով, սպառնալիքներով կարողանա ստիպել, որ ուկրաինացիները եւ ռուսները գնան խաղաղության։ Նա չի հասկանում այստեղ ինչ հարցեր են։ Բայց ընդերքը գողացավ արդեն ուկրաինացիներից։ Ինչը։ Ընդերքը։ Այո, այսինքն կոլոնիա է դարձնում իրանց, գաղութ է դարձնում, չնայած Զելենսկին ինչ որ բան ստացավ, նա պահանջեց, որ շարունակվի օգնությունը։ Ես չգիտեմ ձեր մոտ ասել եմ թե չէ, նա որ այնտեղ սպիտակ տանը նստած էր եւ իրան երկու կողմից իր վրա գոռում էին, մեր ժողովուրդը պետք է շատ ուշադիր նայի, որովհետեւ սա այն մարդն է, ում դարձել էին Չերչիլը։
Իրան ասում են մեր նոր Չերչիլը, բանում կոնգրեսում Ուկրաինայի դրոշը են կանխում, մեր սիրելի Նենսի Պելոսին, որ եկել էր այդտեղ վարդերով վազում ենք այդպես, կանգնած այնտեղ ասում էր սա մեր նոր հերոսն է, մենք մինչև վերջ ձեր կողքը կանգնած ենք լինելու, դուք ՆԱՏՕ-ի անդամ եք լինելու, մենք երաշխավորում ենք ձեր անվտանգությունը ու նայեք ինչ արեցին այդ մարդուն, ես իր ընկերը չեմ, բայց ես իրան շատ լավ հասկանում եմ, նա նստած խափեցիք մեզ, գցեցիք մեզ ոչ ՆԱՏՕ-ը լինելու, ոչ ամերիկյան զորքա լինելու, ոչ բազաներ են լինելու, ոչ խաղապահուժեր ձեր երկրներից, ոչ էլ երաշխավորելու եք մեր անվտանգությունը։ Բոլոր հարցերով այդ խեղճ ժողովրդին գցեցին, այդ խեղճ ուկրաինացիներին գցեցին։ Այս շատ ուշադիր նայեք դրա երեսի արտահայտությունը, ինչ Ուկրաինա վերջին ինչ է լինելու։ Ուկրաինայից մնալու է մի կտոր, այդ կտորում երևի այն ամենաէքստրեմալ ուժերը այդտեղ կենտրոնանան, երևի կարող է պատահի երկիրը կիսվի, կարող է պատահի չկիսվելու է, հարցային է որտեղ է կիսվելու։ Զելենսկին, եթե հիշում եք, երբ որ ընտրվում էր, ասում էր խաղաղություն, մենք ռուսների կհարգենք ռուսերեն լեզվի ստատուսը, կհարգենք փոքրամասնությունները, բայց դուրս եկան ջահերով երթը, այդ մեր ջահերով երթը չի, իրանց ջահերով երթն է, այդ աջ սեկտորը եւ պրավի սեկտոր մի հատ էլ կա այնտեղ։ Հա, Ազով, հա, դուրս եկան եւ իրան ասեցին, եթե դու սենց բաներ սկսես խոսել, մենք քեզ կկախենք։ Եվ այդ մարդը հասկացավ, որ նա չի կարա դա գնալ։ Հիմա դուք պատկերացրեք ինչ իրան կանեն, եթե նա այս զիջումների գնա, նա չի կարա այդ զիջումների գնալ։ Այսինքն սա շարունակվել է, իսկ ռուսները ինչ պետք անեն, հետ քաշվեն, այսքան զոհերից հետո հետ քաշվեն, որ ՆԱՏՕ-ն ի վերջո մտնի Ուկրաինա, սա անհնար է, սա այսպեսի գնացք է, որը հիմա կանգնեցնել անհնար է լինելու։ Ես 3 տարի դա կրկնում եմ։ Սա երևի առնվազն մի քանի ամիս շարունակվելու է եւ ցավոք սրտի ռազմական ձևով է լուծվելու, իսկ անգամ եթե Միացյալ Նահանգները շարունակի օգնել, մեկ է Ռուսաստանը կամաց առաջ է գնում, եթե չշարունակի, Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգները։ Եթե պատերազմը շարունակվում է, ինչ է լինում մեզ հետ։ Դե Ռուսաստանը հաղթում է, 30 երկրի դեմ պայքարելով հաղթում է։ Մեր ռեգիոնում իր ազդեցությունը կա, գուցե անգամ կաճի, բայց իհարկե որևէ գործողություններ սպասել չի կարելի։ Ռուսաստանը շարունակում է հենվել այստեղ եւ Թուրքիայի վրա եւ Ադրբեջանի վրա, այսինքն հրաշքներ սպասել պետք չի։ Ինչ որ ձևով Ռուսաստանը կարողանար զսպել ճնշումները Սյունիքի վրա, բայց դուք պետք է ունենաք ինչ որ կառավարություն, որի հետ կարելի է գործ ունենալ։ Դուք ոնց գործ ունենաք մի ղեկավարի հետ, որը մի օր նոյեմբերի 9-ն ստորագրում, մի օր վազում ապրագա հանձնում։ Դուք ոնց կարելի այդ մարդու հետ ոնց գործ կունենաք, կամ գնում ա Մոսկվա հանդիպում, հա, դրանից առաջ գնում ա բանին ա հանդիպում, Բրիտանիայի հետախուզության նախագահ։ Այդ մարդը ինքը չգիտի թե նա ինչ ա ուզում։ Ոնց իր հետ արտաքին քաղաքականություն վարեք։ Դուք ռուսի տեղը լինեիք, ռուսների տեղը լինեիք, ինչ կանեիք։ Նա մեկ ստեղա, մեկ ընդեղա, մեկ էս ասում, մեկ են ասում։ Այդքան բան կանի։ Դե հետո, դա հետո։ Մի հատ ուրիշ հարց տամ, Ուկրաինայի եւ Հայաստանի որոշակի կառավարումը, այսպես ասեմ, արտաքին շատ իրար նման է։ Հա, որովհետեւ ընտանիք նույն Զելենսկին սկսեց զորական կետից, հա, Մինսկի պայմանավորվածությունները Փաշինյանը այդպիսի բան արեց, գլուխ լվանալը ժողովրդի հարթկելը պատերազմական իրենք արծիվներ ունեն, մենք մեր արծիվները ունենք, հիմա հարց, Զելենսկին կվերընտրվի։ Չէ, չեմ կարծում։ Ես բացարձակ Ուկրաինայի մասնակից չեմ, բայց ես չեմ տեսնում այդ մարդուն ոնց կարելի է, չէ։ Չինաչի վերընտրվի, կարող է նաև ավելի էքստրեմալ ուժեր գան իշխանության։ Որոշ մարդիկ սկսել են այնտեղ խոսել զիջումների մասին, Կլիչկոն է ասել, պետք է գնալ զիջումների, բայց իրանց հետևը կանգնած են ծայրահեղ ազգայնական ուժեր։ Նրանք ոնց դա ընդունեն, չգիտեմ։ Իմ կարծիքով մի կողմը պետք է ինչ-որ breakthrough, հա, ունենա ռազմական առաջընթաց, որը կարող է կոտրել դիմադրությունը։ Իմ կարծիքով ցավոք սրտի ես բացարձակ ուկրաինացիների թշնամին չեմ, իմ մեղքս գալիս են այդ մարդիկ իրենց խափեցին, մեր պես ու վրացիների պես իրենց գցեցին, խափեցին։ Այստեղի մարդիկ չեն հասկանում այդքան։ Հասկանում են։ Մեր մարդիկ հիմար չեն, նրանք տեսնում են ինչ է կատարվում։ Նրանք տեսնում են, որ այս խեղճ ժողովրդին խոստացան, այս ամբողջ պատերազմը ինչից սկսվեց։ ՆԱՏՕ-ի հարցից։ Ամբողջ այս պատերազմը սկսվեց 2008 թվին, երբ Մերկելը ասեց Ուկրաինայի ՆԱՏՕ մտնելը դա պատերազմի հայտարարում է Ռուսաստանին։ Մերկելը ինքը ասեց Ուկրաինա չի կարող լինի ՆԱՏՕ-ին, որովհետև դա պատերազմ է նշանակում Ռուսաստանի հետ։ Նույն բանը ասեց Օլանդը չէր, Օլանդից առաջ ով էր, Սարկոզին ասեց մենք չենք կարող այդ քայլի գնալ։ Այսինքն դուք հասկանում եք ինչ հետևանք ունենա։ Գնացին այդ քայլի, այդ նեոկոնների ճնշման տակ,
2014 թվականին տեսակ ինչ եղավ, անընդհատ փորձեր էին արվում սա կանգնեցնել, Մինսկ 1, Մինսկ 2, ամեն ինչ խախտվեց, ասում են շարունակեք կռվել, ամերիկացիները ասում են ուկրաինացիներին, Մինսկը մի ուշադրություն դարձրեք, շարունակեք կռվել։ Բանի պոլիսի Ստամբուլի համաձայնագրից հետո էլի ասացին շարունակեք կռվել, հիմա ասեն դե հիմա գնացեք ձեր գլխի ճարը տեսեք, այսպեսի ցինիկ ձևով խափել մի ամբողջ ժողովուրդ, թող մերոնք նայեն, թող մերոնք մեր մոտ է, չէ՞ որ Փաշինյանը հրաժարվում էր 44-րդ ժամանակ դադարեցնել պատերազմը եւ ասում են մենք պատերազմել ենք, փաստացի նույն խորհրդատումներն ունեցել։ Այո, եւ այնպեսի տպավորություն է, որ նա ուզում էր, որ մենք պարտվենք։ Այնպեսի տպավորություն է, որ նա ուզում էր, որովհետեւ մինչեւ պատերազմի սկսվելը բանը ՀԱՊԿ առաջարկում էր զինավարժություններ անցկացնել, նա հրաժարվեց։ Իրեն հարցնում են ինչի մասին է բանակցում, նա հրաժարվում էր, ասեր բոլոր մեր այդ պայմանավորվածությունները դրեց մի կողմ, ասեց ես զրոյական կետից եմ սկսում։ Հետաքրքիր է, թե արդեն հանձնած էր, դու ինչ զրոյական կետից էր սկսում։ 3 անգամ թե 2 անգամ պատերազմը չկանգնեցրեց, պատերազմից հետո ասեց մենք հետ կբերենք քաղաքական ձևով, հետո նոյեմբերի 9-ի պայմանագրից հրաժարվեց, վազեց հանձնեց ամեն ինչ, որտեղ Խարկովի տակից ռուսները հետ են քաշում։ Շատ դժվար է չտեսնել, որ այնտեղ ինչ որ գիծ կա, հեռախոսով կամ Telegram-ով կամ ինչ որ մի գիծ կա արևմուտքի հետ, որտեղ իր քայլերը արվում են այնպես, որ մաքսիմալ ձևով ստորացնել, ջախջախել Հայաստանը եւ Ռուսաստանը։ Չեմ կարող ես հարցը չտալ, Փաշինյանը եւ Փաշինյանի բաները, տեխնիկավարները, այսպես ասած, սիմվոլիզմ են սիրում։ Մենք տեսել ենք, որ նույն Ալիևը 44-րդ պատերազմ, Փաշինյան մնացած է սիմվոլիզմի որոշակի տարրեր կան։ Հիմա եթե մարդ ամառ ձմեռ այս կեպկան հագնում է, դա ինչ մեսիջ է։ Այսինքն մենք շատ լավ գիտենք ովքեր են սիրար հիմնականում այդպիսի գլխակներն եւ ում այնքը նմանվում դրանով։ Եվ այնքան է նմանվում, որ արդեն ռուս լրագրողն է շփոթում։ Սա ինչ որ մեսի ինչ է սա։ Գիտեմ մի քիչ աբսուրդ հարց եմ երևի տալիս, բայց ամեն դեպքում չի կարող մարդ ամառ ձմեռ այդ գլխակի մեջ քայլի, եթե որոշակի սիմվոլի չի պարունակում։ Գիտեմ, ես կարծում եմ նա ինչ որ image maker ունի, բայց այդ հիշում եք այդ 18 թվականի հեղաշրջումը կազմակերպելու ժամանակ այստեղ ինչ որ վիրավորված ձեռք Մենք ինչի ադրբեջանցու կերպարով ման գալիս։ Հա, նմանություն կա, գուցե դա իր մեսեջն է մեր հակառակորդին, իր ընկերոջը, որ Այսինքն յասվոյ հա այդ վիճակն է։ Հնարավոր է, նա ճիշտ ասած նմանվում է որոշ մրգեր վաճառող անձանց, ես չգիտեմ ադրբեջանցի կամ վրացի, դա կապ չունի, բայց ինչ որ նմանություն կա, ես իրենց image maker-ին օրինակ ասեի տենց չպետք է լինի։ Օրինակ ես չեմ կարծում, որ դա իրեն օգնեց։ Ոչ թե որպես, ասենք, թշնամի, բայց օբյեկտիվորեն դա այն տեսքը չէ, որ նա պետք է ունենար մանավանդ Մոսկվայում։ Image maker-ին պետքա փոխել, իմ կարծիքով։ Բայց հնարավոր է այո, ան ինչ դուք ասում։ Հայկը իր հարցից հետո հուշել էր, որ հավելում ունի, բայց խոսակցությունը այլ հունով գնաց։ Հայկ, եթե դեռ ակտուալ է, խնդրեմ։ Ну, ես մի բան կավելացնում եմ, մի հատ էլ հարց կա։ Երբ որ խոսեցին Մակրոն եւ Ջուլանի հանդիպման մասին, այսօր թե երեք միտեղ կարդացել է, որ նույն Ջուլանին ժամանակին ողջունել է Բատակլան հայտնի ահաբեկչական ակտը, բայց ոնց տեսնում ենք Փարիզում որտեղ ունեցավ, բայց ոնց տեսնում ենք հիմա դա արդեն չի խանգարում Ֆրանսիայի նախագահին իր հետ հանդիպել, բայց այլ հարցն եմ, պարոն Խաչիկյան, վաղը եթե լրատվականները տալիս են, որ վաղը շարունակվելու են ԱՄՆ, Պարսկաստան բանակցությունները, ուզում եմ ձեր կարծիքը իմանալ, դուք ինչ եք կարծում, ի վերջո կողմերը կկարողանան նոր գործարքի գալ, ինչպես դրա մասին սիրում է Տրամպը խոսալ, միջուկային ծրագրի շուրջ Պարսկաստանի, թե ի վերջո սպասենք նոր էսկալացիա Մեծավոր Արևելքում։ Շնորհակալ եմ Հայկ ջան հարցի համար։ Ինչ վերաբերում է Բատակլանին, այո, դուք ճիշտ եք, եւ ես Ֆրանսիայում այն ժամանակ այդ տերորիստական ակցիաների հետևանքների ժամանակ եւ ինքս տեսա մի ուրիշ տերորիստ ակտ, ահաբեկչական ակտ Նիցայում, այսինքն ուղղակի բառեր չունեմ, որ իսկապես դուք ճիշտ եք, այդ մարդուն ինչպես կարելի էր ընդունել բարձրագույն մակարդակով, դա բոլոր միջազգային նորմերի խախտում էր։ Ինչ վերաբերում է Իրանին, որքանով հասկանում եմ, Տրամպը հիմա մի քիչ մեղմել է իր դիրքը, նա գործից ազատել է Մայքլ Ուոլցին, որը ավելի ագրեսիվ էր վերաբերվում Իրանին եւ Ուկրաինային եւ գնում են բանակցություններ։ Իրանը իհարկե կփորձի JCPOA այդ պայմանագրի կարծեմ 8 տարի առաջ էր կնքվել մի ուրիշ ավելի կատարելագործված ձևը ստորագրել այնտեղ մի տարբերություն կար ինչու էին դժգոհ իսրայելցիները եւ ստիպեցին որ Միացյալ Նահանգները դուրս գա այդ պայմանագրից որովհետեւ Իրանը պահպանում էր հարստացնելու ուրանը հարստացնելու հնարավորություն այսինքն
սահմանափակում էր իր պաշարները, բայց պահում էր այն հնարավորությունը, որ կարող է հարստացնել ուրանը։ Իսկ այնտեղ մինչև 60% հարստացված ուրան արդեն կա, ինչքանով ես հասկանում եմ։ Գուցե ավելի խիստ ձևը այդ պայմանագրի նրանք կկնքեն եւ իհարկե բոլորիս համար ավելի լավ կլիներ, որ դա խաղաղ ձևով լուծվեր։ Քանի որ Իրանի ջախջախումը մեր շահերից բացարձակ չի բխում, ռեգիոնալ պատերազմ մենք չենք ուզում, Ռուսաստանն էլ չի ուզում, երևի Միացյալ Նահանգները չեն ուզենա, որ հարձակվեն հակահարված լինի Իսրայելի վրա։ Բայց քննարկվում է նաեւ սահմանափակ հարվածի հնարավորություն, այսինքն սահմանափակ հարվածներ Իրանի միջուկային ծրագրի այդ կենտրոններին, բայց հարցը այն է, որ նրանք շատ մեծ խորության վրա են գտնվում, 50-ից մինչև 60, անգամ 80 մետր, եւ հնարավոր է որ անգամ դա ոչնչացնելու համար շատ ուժեղ զինատեսակներ պետք լինեն, ներառյալ տակտիկական բառը չեմ կարող ասել, տակտիկական միջուկային զենք, այսինքն սա կարող է տանել լուրջ էսկալացիա։ Միակ հույս կարելի է ունենալ, որ նրանք խաղաղ ձևով սա կլուծեն, բայց մի մոռացեք, որ Իսրայելը իր մեջքին կանգնած է, եւ սա Իսրայելի երազանքն է, Ամերիկայի ձեռքերով, ինչպես Սիրիայում, Ամերիկայի ձեռքերով ոչնչացնել մի ուրիշ հակաիսրայելական ռեժիմ։ Եվ այսօրվա մեր վերջին հարցը Փաշինյանի այսօրվա հայտարարության մասին եմ հարցնելու, վերջին տողի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Ինչու է համոզված, թե այս կերպ նաեւ ինչ որ քայլ է նաև բթացնելու զգոնությունը, ինքնապաշտպանվելու կարողությունը, ինչու է այսքան վստահ։ Դա նույնպես հոգեբանական երևույթ է, շատ տարածված, որ մարդը փորձում է իրեն համոզել եւ իր շրջապատին ուրիշ մարդկանց համոզել, որ նա ճիշտ է, իր ասածը ճիշտ է, որ վատ բան չի լինելու, երբ որ նա զգում է, որ անխուսափելի է։ Երբ որ դուք տեսնում եք ինչ-որ բանի անխուսափելիությունը, դուք անցնում եք այսպես ասած denial անգլերեն իրականության մերժում, դուք մերժում եք իրականությունը, սկսում եք ձեզ համոզել, որ այդպես բան չի լինում։ Ես կխնդրեի, որ այդ մարդը ոչինչ չասեր, որովհետև նա այն մարդն է, որ ասեց Ղարաբաղը Հայաստանն է, Արցախը Հայաստանն է եւ վերջ, ես սկսում եմ զրոյական կետից, խաղաղության խաչմերուկ, ապագա կա, խաղաղության դարաշրջան, ել ինչ էր ասում, ոսկե չէ, կախարդական փայտիկ, Արցախը Ադրբեջանի կազմում։ Այո, հետո մենք տեսանք, չէ՞ դա ինչ որ վերջացավ։ Ես կխնդրեի, որ նա այլևս ոչինչ չասեր, գուցե տենց ավելի լավ կլիներ։ Պարոն Խաչիկյան, շնորհակալություն հարցազրույցի համար։